կարող 2 ժիմանի, բայց ինքը մարտական դիրքերը, ասենք իր մեքենան այնքան շատ լավ է շահագործում մարտական դիրքերում, որ ասենք այն նոր ընդունված պաշտպան հայերեն ասած չի կարող ինքը մարտական դիրքերում վարի։ Դա էլ է վերաբերում։ Որտեվ այն կառույցները, որոնք կապված են այլ ֆունկցիաների հետ, դատախազություն, քննչական կոմիտե եւ այլն, ոչ մի ատեստավորում չկա։ Հենց մի անգամից աշխատավարձերը բարձրացնում են, վերջ։ Բայց բանակից ատեստավորում են ուզում, ուսուցիչից ատեստավորում են ուզում։ Այդ լրիվ ընդունել է փոխելու են։ Իհարկե, ամբողջությամբ դա պիտի վերանայվի։ Հարց ընդհանուրից ու всё, ասենք հիմա այս վերևի գյուղում էլ այգուտում, մեկ էլ ներքևի գյուղը Աղավնավանքում գազը կա, գազը, բնական գազը կա։ Հիմա ասենք ստե 3-4 գյուղ կա, որ այդ գազը չկա, ասենք ընդհանրապես չկա։ Հիմա այդ գազի հարցը ու հիմա ատարները մտցրել են էկոպարեկներ, չեն թողում մարդիկ փետ բերեն, բայց հիմա ժողովուրդ ինչով ապրեն։ Այդ հարցը 20 տարի առաջ են կստոր բարոք ոչերը։ Եվրոպա, բայց այս գյուղերը հենց այն ժամանակ են գազը ստացել։ Խիչ ստացա, մի հատ ինձ հիշեցրել եք։ Հոսք կա, բայց այդ հոսքը այս 30 տարեկան է, 30 տարի ոնց կա ճանապարհն ունենա։ Հա, զուտ։ Ընդամենը երևի մի կիլոմետր կամ կիլոմետր ու կես այդ հոսքի պատճառով, ասենք, ստե բնական գազ չեն վերել։ Որտեւ այս ամբողջ զորակը գազոֆիկացրել են, ես չէի հիշում, հիմա հիշեցրել եմ։ Դες ժամանակ շատ լավ է, պարոն Քոչարյան, ես չի որ մի խնդիր չենք Պետք է չեն թողում որ բերում մարդիկ վառել, գազը չկա։ Ինչ պիտի։ Հիմա սա ժողովրդին են որ այնպես դարը, այնպես չէ էլի քաղաքականություն չեն խոսում, բայց այսօր մենք ձեր մեջքին sense ավելի լավ sense կարող ենք հենվել, քան Պարոն Փաշինյան էլի չենք էլ ուզում շատ բաներ խոսան կամերաները սա կարում է ձայնագրում է 3 հատ ընտրություն էլ է ես այնպես չէ հիմա ապացույցներ ունեմ ես 3 անգամ եմ ձեզ մտրել ու հիմա ուզում որ դուք լինեք պարոն Քոչարյան ուրեմն 4-րդ անգամ նորից ձեզ ենք ընտրել Եվս հաստատ ու մեկ էլ այսքան ժամանակ իր բաները արմացե որ ոնց է էլի Սերժ Սարգսյանը ասենք իր այդ մանդատը տվել Նիկոլականին չէ դա հիմա չէ ասենք խիա տվել որ ասենք այսօր այն ժամանակ ունեցել ենք Ղարաբաղը հիմա ասենք ես Ղարաբաղ եմ ծառայել ու ասենք այնպես չէ հիմա շատ վիշտ կա էլի ասենք Մարտունի 2-ում էր Մոնթեզը ասում հա հենց Մոնթեզը Շուշուտ ենք սա է շուշուտ ընտրությունից ընտրություն չտանք Մա այդ թեմայի մեջ չխորանամ Չէ հիմա չէ Ով ու մանդատը հանձնեց Քոչարյան Հա չխորանամ Այո Այսինքն այդ պարոնը ես մի քիչ լավ չեմ ասում Գեր Քոչարյան դու չկալի ճիշտ ասած Մեր այս հողերի արժեքը ես իմ տարերն հասցրել ես իմ ում հորգիմն են դրել վերմերեն Ախպեջան մի դեն նա են քարքարոտ հողը նա միլիոնանոց հող էր հա մարդիկ չեն կարում դաժե հող առնեն ասենք ինչ որի բասարկեն Աճուրդ պետք է արվի, то есть ինչքան ինչ պետք է անի։ Կատաստրային արժեք ասում են 1400 դրամ։ Մինա էլի տաշկոտնա այդ տեսեն օրինակ նա 6000 դրամանոց թողա, թե այդ ինչ է։ Սարի դոշ ու տեսեն ինչ era, քարեր ասա։ Այդ մեկ։ Երկրորդն էլ է հարկերը, հողի հարկերը։ Օր-օրի վրա բարձրացնում են։ Սա միջև երբ հատևելու սա։ Նամակել սրոկն դրել ամսի 27 թիվնա, 26 թիվնա իբր թե վերջինը պետք լինի, բայց հա աճումա։ Չեմ հասկանում դե փողը չի էլի կոնտրատ աշխատավարձը, թելի ինչ չանում։ Պարտիավաճառը փողը չէ։ Դե պարտիավաճառին չի էլիքում։ Ախպեջան, դե գնան մի տանից ստանում բյուջեից տան մկել իրանց։ Նայ, իմ մոտեցում հետևյալն է։ Եթե գյուղում մարդ ուզում է մի բան սարքի, ոչ թե հողի գինը պիտի ավելացնես, հակառակ են բանով դու պիտի օգնես։ Պիտի խրախուսես մարդու, որ կառուցի գյուղում, ոչ թե Երևանում։ Հակառակը պետությունը ինչ որ չափով պետք է մասնակցություն տվի։ Հիմա ներողություն, գյուղացի մարդիկ են սաղասել, ենթադրենք մի հատ զուգարան է սարքում, բաղջիտ մեջը։ Բայց պետք է տանես պրոյեկտ տանել, то есть ինչ անեն, ինչ ֆոկուսներ անեն։ Հա, լուբը բանը տունը ավելացրիր, կողքից մի շինություն արիր, պետք է տանես պրոյեկտ անես, փոխես։ Ես ինչ դա ինչ բան է։ Գյուղ տեղ այմա, անես չի որ ասեք քաղաքի, չգիտեմ, գիտեք թե չէ որ բանա, այդ մի քիչ ուրիշ անեկդոտա չէ։ Որ մեկը բանա, ինչ որ բնակարան է ստանում Մոնղոլիայի բանի այդ կողմերի մասին էր, մի քիչ։ Բայց յուրտայում էր ապրում միշտ, հիմա բերել է այդ բնակարանի մեջ յուրտ անդերել է, յուրտայում ապրում։
տուն ասարկել ավելի ճիշտ ինչ որ իպոթեկով բանով։ Հետո հարցնում եմ, ասում եմ տուալետը ուր ես գրում, ասում եմ զայուր տուն։ Հիմա եթե տուալետ սարքելով համար ինչ որ հատուկ բաներ են ուզում, ուրեմն Չի նա ախպեջան գյուղում ապրող զատոստեմ երկու ճոխ մի կետ մարդ ա մնացել։ Սաղել թողել գնացել։ Հա, եթե մարդ կանցել բան չեն անում, մնան ինչ անեն այստեղ։ Վերդիկներ։ փաստացի բնակչություն չկան։ Չեմ իմանում բնակչությունը կոնկրետ։ Գիտեն կետը քան Բայց գազա շատ էր, էլի, Գիտեն կետը քան գազա շատ էր, բայց հիմա չկա։ Մարդիկ թողել են գնացել։ Սա քաղաք են գնում, սա եսին որ են գնում, որ մի կետ յոլակ են։ Որ դե գործը չկա, բան չկա։ Հիմնական վարձակալական հողերը աշխատանքի համար գնալ։ Հա, Ռուսաստանը գնում, սա բավարար են գնում։ Բանը այս վարձակալական մարդիկ վերցնում են, ասենք որ խոտա մոտա քաղեն բերեն անասուն։ Էդ էլ է թանկացրած։ Դե սալարկի մալարկի խոսք չկա։ Հենց կասիլկեն մտավ խոտի մեջ, սալարկը նլնում է եսին։ ոսկի ժամանակ։ Հեսա Բան ենք տալիս եւ պարատանյութ ենք տալիս Հիմա չկա։ գյուղացուց եւ դիզվարելիք ենք տալիս, պարատանյութ ենք տալիս եւ նյութաքիմիկատներ ենք տալիս։ Հիմա վերացավ, չէ՞։ Արժեքնիկը բանը սա պետք է հիմա վերանայել։ Եղել է։ Որին վերանալու են։ Աշխատանքի տեղեր լինի գյուղերում։ Հիմա ասենք օրինակ մի հատ սպանդամուց են դրել։ Դեր չկա որ հանձնենք։ Այդ զալոր, մալոր, հիմի էլ արաղ են քաշել, բայց այդ չկա։ Ինչ անեն ժողովուրդը։ Ճանապարհի հետ ասենք բոլորը ֆինանսի հետ կապված է, այլ ասենք եթե գյուղացին պահում է մի հատ սուլիկ որ պիտի ծախի օրինակ 350,000 դրամ, մենակ 50,000 դրամ ճանապարհի ծախս է անում։ Ճամբարակում ընդհանուր սահմանային շրջաններ, ոչ դիահերձարան կա, ոչ ազնագրային կետ կա, ոչ կատաստր կա, ոչ իման ամենակարևորը գոնե սահմանային շրջան, որպես դա լինի։ Օրինակ Իջևանում 17 հատ մուտք կա ազնագրի բաժին, բայց դե մի հատ բաժինը չկա ազնագրի։ Այ իդե համարը բոլոր տեղ նույն հարցն է տանում։ Դիահերձարան Ձեր դպրոցին հալա ձեր չեն տվել։ չէ, այն ամեն դպրոցը Հալա ձեր չեն տվել։ բայց հերթի մեջ Սպասեք, հեսա դրան էլ են հասնել։ հերթի մեջ է, հերթի մեջ է։ Ելքի մեջ, հա։ Կոնկրետ ներքևի գյուղում աղավնավանքում դպրոց են սարքում, ասենք 300-400 հոգանոց մարդ որ գնա այդքան աշակերտ, բայց եթե բնակչություն օրինակ 20-30 հոգի այդ դպրոցում է սարքում։ Չէ, ուրեմն սա են փակելու, մյուսն են փակելու, մյուսն են փակելու, մյուսն են Դե լրի փակված է, այդ Իհարկե սա։ Մենք մեր ծրագրում հստակ ֆիքսել ենք, Մեկ էլ որ դպրոցաշինությունը դպրոցներ փակելու համար չպիտի լինի, դպրոցներ փակելու համար։ Եթե դպրոց ես կառուցում մի հատ, 5 հատ փակելու համար, ուղղակի անընդունելի է։ Մենք ներքևի գյուղում ենք ձորավանքում ենք մնում, ասենք շատ կուզեն, որ այս դպրոցի հարցը լուծվի աշակերտների գնալ գալու հարցը։ Որովհետև աշակերտները առավոտը մանկապարտեզի գազելով գնում են, գալիս են այստեղ իջնում գնում դպրոց, հետո ժամը 2-ին 1-ին երբ հավարտում են դպրոցը, արդեն ամեն մեկը իր ոտքով, չգիտեմ, մեկը 3-րդ դասարան, Ինչքան է։ 3 3 կիլոմետր, դե լավ, մեծը կարա, բայց երկրորդ, երրորդ դասարանի երեխան ոնց պիտի գնա։ Դե երկրորդ երրորդ դասարանը մեր գյուղում է, ասենք 4-5 աշակերտ է, մնացած ասենք 4 Ну դասարան։ մեկը հերո է, ձմեր, անձրև, բան, ոկո։ Առանձնական մեքենաներով։ Այսօր ասենք կարան էլի մի հատ գազել տրանսպորտ բանաներ տրամադրեն ժողովրդին։ Հիմա ամեն մեկ իր երեխան են որ վստահելով մեկը կարա ավտոյի տակ լինի կամ բան։ Լավ, հասկացա։ Բարով ուզում ասեմ։ Այս 16 տարի է մեր տունը հոսքի տակ է։ 7 շունչ ենք, ստրատանում, դրատանը, չգիտեմ ինչ անենք, ոչ մեկը չօգնում ես, ոչ մեկը։ Հա, տղես սարայում է, նայումնիկ է, Ղարաբաղել է եղել։ Հա, հիմա սենց մնացել ենք սենց։ Նայումնիկ չի, պայմանագրային է։ Հա, նայումնիկը լավ բառ չի։ Հա, դե չեմ կարող։ Պայմանագրային է։ Ինչ անենք, ոնց անենք, ոչ մեկն է չի օգնում ես։ 7 շունչ ենք։ Մերս հիվանդ, ես հիվանդ, չգիտեմ։ Սրան նրա տանը։ Հա, ինչքան մնաք ստրան դրա տանը, տան գիներն են, չգիտեմ ինչ։ Քանի տուն կա այդ վիճակը։ Այդ վիճակում մերն Մեր է ոնքել հիմնված։ մերն է Բաբշետը կա, բայց դե իրանք մնում են, ես չեմ մնում։ Քանի տարի է դուս եկած։ Չի արվում, թե Չէ, սա փուլ եկած։ Չէ, պիտանիչ։ Չէ։ Հա, ջանքա չկա, սախտները քանդված։ Արդեն ծռվել է։ Հա, երկու տարբերակ է, մեկը ուղղակի դիալոգիա են անում,
կամ ամրացնում են, բայց Թե դա ճանապարհ շատ դեպքում ավելի թանկանացնում Չի, քան արդեն բան արած բանը։ այդ։ Նոր ֆինանսավորում են, նոր տուն են կառուցում, մարդու ասում են Եթե այստեղ։ ոչի ճանապարհ չկա, Вообще չկա, մաշինը մարդու չկա։ համար նեղություն չի, մենք կարող ենք գնալ ու ձեզ ցույց տալ մեր բնակարանը։ Շատ ահավոր Որ մենք վիճակ է։ 16 տարի է։ 7 շունչ են, չգիտենք ինչ անենք, ոչ մեկը մեզ չօգնի, ոչ մեկը։ Հա, արդեն քանի տարի է։ Դիմել եք։ Դիմել ենք, դիմել ենք։ Դիմել ենք, Դիմել բայց ենք։ ոչ մի պատասխան չենք ստացել։ Մենք ոչ մեկից ոչ մի պատասխան չենք ստանում։ Մինչև Մի շինարար կա ստեղ մասնագիտության։ Կա շինարար։ եթե ձեր Մի գյուղում, մի գյուղի տուն սարքելը ինչ գումար կնստի։ Մի րոպե, հեսա։ Հա, Ժորժա։ Երկաթ կոնստրուկցիայով այսօր Մի ավելի տունը ինչքան կնստի գյուղում կառուցելը։ Նկարի։ Հա, մի տունը մոտավորապես մի փոքր տուն ինչ կա։ Տունը թիվը ասեք։ 27 միլիոնի 20000 Հիմա ես ուզում եմ բան անեմ, էլի մի հատ օրինակ մի անգամ եթե պարտիավճար մի ամիս չտան։ Քանի նման կարգի հարց կարելի է լուծել գյուղերը։ Ձեր հարցը 3 ամսում կարան ուղղակի մի ամիս մարդ չգնա պարտիավճարը չստանա։ մենք դիմել ենք քաղաքապետարանին, որտեղ որ մենք հիմա բնակվում ենք, տունը վաճառում են, կամ պետք է ուրիշը գնի, մենք դուրս գանք, բայց արդեն որտեղ գնանք, մեզ ասել են, եթե այսքան տարի սպասել են, դե թող մի քիչ սպասեն, բայց մի քիչ ինչքան Եթե ինչքան սպասենք։ Շատ արագ լուծումը, նման կարգի լուծումներ իսկապես հեշտ է։ Ամենից պարզ լուծումը դա է։ Եթե հոսքա օրեն պետքա տեղը փոխես մի ուրիշ տեղ, նույն գյուղում, եթե ուզում եք ստեղծես, տուն սարքեն ազնեցես։ Որտեղ դա մենք արել ենք, մենք ամենից մեծ բանի, եթե Գառնի ճանապարհի վրա, ասենց ամենից Հերս մեծ մերս Ղարաբաղցիք ենք, հադրութեցինք, բայց դե դու էր նկարում։ ոչ մեկն է մեզ չօգնում։ Դուք Հադրութեցինք, բայց շուտ ենք լի դուրս եկել։ հա, ոչ թե ես վերջերս։ Հալիս Լայք արան։ շուտ ենք դուրս եկել։ Բարոն Քոչարյան, բնակապահովման մասին արցախցիների ինչ խնդիրներ, ինչ լուծումներ եք դուք գտնում։ Ես արցախցի եմ, վերջ 23 թվականից տեղափոխված։ Մեր բնակարանը, որտեղ ես այսօր էլ ապրում եմ, արդեն վաճառքի է հանված եւ մինչեւ մայիսի վերջը տանտերը կվերադառնա Ռուսաստանից ու բնակարանը կվաճառի։ Հիմա մենք կմնանք էլի քոչոր կյանքով։ Նայեք, ես չեմ կասկածում այն քանակը, որը կա, որը Հայաստանում է։ 2-3 տարում ամբողջությամբ կարելի է բոլորի հարցը լուծել։ Ամբողջությամբ։ Ինքը տպավորությունը ամեն ինչ անում է, որ դուք ստե չմնաք։ Շնորհակալ կլինք, եթե ապահովեն։ Նայեք, ամենից հեշտ հարցի լուծումը նման կարգի հարցերի լուծումն է պետության համար։ Ես Տիրոջը ասենք մենք մի քիչ կմնանք։ չէ, ուղղակի ասեմ, այս մարդիկ եթե ձեր մասին չեն մտածում, ուրեմն $30,000 հաստատ պայմանագրային անգամ աշխատավարձ 970,000 դրամ աշխատավարձ հաստան 7 շուրջ պահելը հեշտ չի, որ մի հատ $30,000 տուն գնի իր ուժերով, իսկ իր տունը քանդվի։ Եթե ձեր համար նեղություն չի, մենք կարող ենք իրար հետ գնալ մեր տուն։ պետությանը հետևյալ բան է, ինքը սոցիալական շինարարություն պիտի անի, ոչ թե բիզնես շինարարություն։ Կա պետության կողմից սոցիալական շինարարություն, օրինակ աղետի գոտին, իմ ժամանակ վերականգնել են Գյումրի, Սպիտակը, ու մարդիկ փող չեն տվել դրա համար։ Ամբողջությամբ պետության հաշվին շենքերը կառուցվել է, բնակարանները տվել են քաղաքացիների։ Հիմա սոցիալական շինարարությունը հետևյալն է, եթե նման կարգի վիճակներ կա, մարդ տուն չունի, տեղ չունի ապրելու, պետությունը պետք է շինարարություն անի այդ մարդկանց ապահովի։ Երևանը ինչ արվում է, բիզնես է։ Ուղղակի մարդ իպոթեկ պիտի վերցնի, իպոթեկան ձեզ ոչ ոք չի տալու, բանկերը չեն տալու, հասկանալի է։ Դրա համար պետությունը պիտի մոտեցում փոխի, որովհետև սոցիալական շինարարություն Հայաստանում առնվազն վերջի 8 տարում չի արվում ընդհանրապես։ Չի արվում։ Ես չեմ լսել։ Տարիա մենք սպասում ենք այդ պատասխանին, որ մի օր մենք կստանանք մեր տան փոխհատուցումը, ես իմ երեխաները միջև երբ ապրեն ուրիշ տան այդ Տանը մնում ենք։ մենք ուրիշ տուն մեր հիմունքներով մի թե վերանորոգենք, որ մեր երեխաները Ձև ասած պատերից պետությունը չվաճառեն։ պետք է այդ հարցերը լուծի։ Եթե պետությունը չի լուծում, ուրեմն իր տեղը չի։
Ասում պետություն պիտի գյուղացու հարց գրուսի, գյուղացու մշտադրության կենտրոնում պահում։ Ոչ թե ընդհանրանալ Երևան, Երևան ու Բարոն Քոչարյանի ծրագրում գյուղատնտեսության թեման Ես գիտեմ, շատ լավ Պետություն չկա, որը գյուղացու կողքին չկա։ Պետություն չկա, որ գյուղատնտեսությունը չսուբսիդավորի։ Մախիչենք։ Տանում է, ինչ